Մասիսի 29-ն է, Արարատի մարզ, Մասիս քաղաքում ենք, տեսնում եք, ժողովուրդը արդեն այս շինությանը տվել է սպիտակ տուն, բելի դոմ, իսկ այս շինությունը իրականում Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ զրոյից կառուցված միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոց է լինելու Մասիսի հիվանդանոց կամ Մասիս բժշկական կենտրոն։ Հիշում եմ, երբ տարիներ առաջ այս հատվածում հիմա տեսնում եք ամբողջությամբ ասֆալտապատվել է, ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել ու տեղեկացրել, որ ամբողջ տարածքում տիրում է հակասանիտարական գարշահոտ վիճակ եւ այդ ամենը Մասիսի հին հիվանդանոցի հարևանությամբ որոշ ֆեյսբուքյան օգտատերեր ստատուսներ էին գրում, նշում էին, թե կառավարությունը ոչինչ չի ձեռնարկի, քանի որ Մասիսի քաղաքապետը ընդդիմադիր հայացքներ ունի կառավարության նկատմամբ։ Այդ ժամանակ էր, որ նույնիսկ փակագծեր բացեմ, մի քանի օգու հետ գրազ եկա, որ կառավարության համար տարբերություն չկա, ընդդիմադիր ես, թե իշխանամետ ես։ Կարևորը լավ գործ արվի ու կառավարության ֆինանսավորմամբ տեսնում եք արդեն Մասիսի հիվանդանոցը ամբողջությամբ շենքը պատրաստ, ներսը կատարվում է հարդարման աշխատանքներ, նույնիսկ կարելի է ասել հանրապետության շատ հիվանդանոցներ կնախանձեն այսպիսի շենք հիվանդանոց ունենալու, հիվանդանոցային պայմաններ ունենալու համար։ Հատուկ պիտի շնորհակալություն հայտնվի կառավարությանը, որ հսկայական գումարներ դրեց եւ կյանքի կոչեց մասիսցիների խնդրանքը, այն է իրենք նույնպես Մասիսում ունենան միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոց։ Երևի առաջիկայում բացումը կլինի, բայց որ հիվանդանոցը կառուցվել է զրոյից, դա ակնհայտ է։ Էլ եմ ասում, նման հիվանդանոց հանրապետության շատ լուրջ հաստատություններ կնախանձեին, որպեսզի ունենային։ Մասիսի հիվանդանոցն է, չէ՞ լնելու։ Զրոյից ընտրի սարքել են։ Շինարարը ես եմ։ Այ հալալա ձեզ, հալալա։ Զրոյից սարքել եք, չէ՞։ Հինը քանդվել է նորնակ։ Ու դրա համար է Մասիսիները արդեն անուն են դրել, ասում են մենք էլ ունեցանք բելի դոմ։ Ընտիր Հիշում եմ եք քանի տարի առաջ ընդ կեղտա ջրերը, որ գնում էր կոյողա ջրերը։ Թող շատերը տեսնեն։ Իսկ երբ է հանձնվելու շահգործման։ Դեպի տարվա վերջ արդեն կաշխատի։ Մինչև տարվա վերջ վստահ եմ ոչ միայն Մասիսի ժողովուրդը կգա այստեղ, այլ նաև Արտաշատի, Արարատի, տո Երևանից էլ կգան, տեսնում եք, զրոյից մարդիկ, ավերակներից ընտիր հիվանդանոց են սարքել։ Ներսը հարդարման աշխատանքները չէ կատարվում։ Ներսում էլ գրում էին, թե Շամշան դու սխալ ես, քանի որ Մասիսի քաղաքապետը ընդդիմադիր հայացքներ ունի, Դավիթ Համբարձումյանը կառավարությունը ոչինչ չի անի, չի ֆինանսավորի, հիմա տեսակ, որ երազախապեղակ, թեպետ չեմ թաքցնում, Մասիսը ծաղկացրել է, Մասիսը ծաղկել է հենց Դավիթ Համբարձումյանի քաղաքապետ եղած ժամանակ։ Հայաստանի ամենալավ քաղաքապետերից մեկն է եղել Դավիթ Համբարձումյանը, լավ քաղաքապետ, աշխատող քաղաքապետ է եղել ու հիմա էլ կա
Ապարանի քաղաքապետը Կարեն Եղիազարյանը, Աշտարակի քաղաքապետը Թովմաս Շավերձյանը, Աբովյանի քաղաքապետը Էդուարդ Բաբայանը, տեսակ ասեն քաղաքապետերի գովքն է անում, տեսեք, 3 հարկանի են կողմնա, 2 հարկ էս կողմը, ընտիր հիվանդանոց, հարմարություններով, նախկին հիվանդանոց մտնում էր, ոնց որ ավերակների մեջ մտներ, իսկ հիմա տեսնում եք, կատարում արդեն հարդարման աշխատանքներ, ամեն հարմարություններ ստեղծվում է, կարելի ասել Արարատի մարզում տարածաշրջանում ամենահզոր միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցա լինելու Բալի ժողովուրդ ջան։ Զրոյից ընտիր սարքել եք, չէ՞։ Ասում եմ, մարզում ամենահզոր հիվանդանոցն է լինելու։ Արարատի մարզում ամենահզոր հիվանդանոցն է լինելու։ Կաթսայատուն էլ կա, հա, առանձին։ Ոնց որ ենա, չէ՞ կաթսայատուն։ Հա։ Հիվանդանոց ունենալու առանձին կաթսայատուն, որ ասում եմ, Երևանի շատ հիվանդանոցներ, հեսա կնախանձեն Մասիսի հիվանդանոցին, կայանատեղին է լինելու առանձին շտաբ օգնության համար, այնպես որ ժողովուրդ ջան, մինչև տարվա վերջ կունենաք, Բալի ժողովուրդ ջան, կունենաք հարմարավետ միջազգային չափանիշներին համապատասխան, հենց Մասիս բժշկական կենտրոնը կոչվելու է, չէ՞։ Всё։ Նա ինչու՞մ հա, այստեղ երևի որ բուժարուներին բերի շտաբ օգնությունը, տես։ Այն կողմն է լինելու, էլի։ Հա։ Առանձին է կաթսայատուն։ Հենա տեսնում եք հերվում արևային կայանն է, չէ՞ էդի, հիվանդանոցի համար է, էլի, Մասիսի այս նոր կառուցվող հիվանդանոցի համար է, հենա արևային կայաններ, որ արդեն իրանք առանձին հոսանք ունենան։ Սաղ կառավարության ֆինանսավորմամբ, չէ՞։ Ցնցուները գործում է։ Արդեն հարդարման աշխատանքներ է կատարվում։ Շտաբ օգնությունը ստեղ է բերելու բուժարուներին։ Հարդարման աշխատանքներ է կատարվում արդեն։ Սա թազա ընտիր
Ողջույն, ողջույն։ Վայ դուք լավ ելնեք։ Էլի սենյակներով։ Էս էլ հիվանդասենյակներն է, չէ՞։ Բուժօգնություն ստանալու սենյակներն էլ այդ որ հենա հատուկ։ Զրոյից ընտիր սարքում է։ Այս մի թևը 3 հարկա, չէ՞։ Էսի մեջտեղ 3 հարկա։ Հա։ Մասիսը սենց հիվանդանոց չեր էլ ունեցել։ Նայ, իրա բոլոր հարմարություններով։ Սկալաս բարձանաս երկրորդ տարա։ Հա։ Ոնց է։ Սենց։ Էդի բարձամը երկրորդ հարկ չէ, բա։ Հա, վերելակով։ Բա։ Հեն, լավ հիվանդանոց է, չէ ելնում։ Մասիս եք ապրում։ Չէ, Արարատ։ Բայց սենց հիվանդանոց սկի Արարատը չունի։ Ունի։ Արարատը ունի, մասիս էսի ընտիր հիվանդանոց ալնում։ Չէ, չէ։ Լավ է բայ։ Յա։ Նայ։ Ընտիր։ Միլիոններ է ներդրվել է։ Միլիոններ է ներդրվել։ Էսի արդեն հարդարման աշխատանքներն է, չէ՞։ Վերջնական ուլերն է, երանները արդեն հիմնական վերջնականն է։ Յա, ամսուկ իսմամիշն են արդեն պալատներ այդ կարգ։ Հա, էսի արդեն ննջասենյակներն է, հիվանդասենյակներ էլի, չէ՞։ Հիվանդասենյակները սա առանձին վաղնիկ Հա, են ստան բուժիչներից։ բա տեսնում ես։ Ստուդես որ անցնեք ընդ արդեն հիվանդասենյակներ են։ Որտե վաղնիկ զուգարան կա հիվանդասենյակ։ Այստեղ արդեն հիվանդասենյակներն են, որը Հիվանդասենյակներն է իրանց սանհանգույցներով